Լուծենք նաև 20-րդ առաջադրանքը, ունենք թվաբանական պրոգրեսիա, որի առաջին 9 անդամների գումարը 18 է, պահանջում է գտնել 5-րդ անդամը։ Ինչպես վարվել։ Կարող ենք բանաձևերով գրել, SN-ի բանաձևն է 2-1, ուրիշ տարբերակել ունենք գրելու անգամ պլյուս n-1 անգամ d բաժանած 2-ի անգամ n։ Հիմա S9-ի համար ինչ կունենանք։ 2-1 գումարած 9-ից հանած 1 8d բաժանած 2-ի անգամ 9։ Հիմա եթե շարունակենք 2 ընդհանուր հանենք, 1 պլյուս 4d բաժանած 2-ի անգամ 9։ Երկուսները կրճատվում են, ստացվում է S9 հավասար է 1 պլյուս 4d դա A5-ն է, A5 անգամ 9, որտեղից եթե տեղադրենք S9 18 հավասար է A5 անգամ 9, այստեղից ստացվում է, որ A5-ը հավասար է 18 բաժանած 9 2։ Կարելի է նաև հետևյալ կերպ լուծել այս առաջադրանքը։ S9-ը տրված էր 18 և A5-ն էր պահանջում։ S9-ը դա 9 անդամների գումարն է, A4, A5, A6, A7, A8, A9։ Հիմա ուրեմն A5-ը հավասար է 2 հարևանների կիսագումարի, ըստ թվաբանական պրոգրեսիայի հատկության, որտեղից A4 պլյուս A6-ի համար ստանում ենք 2 A5։ Նույնը ստանում ենք A3 պլյուս A7-ի համար, նույնը ստանում ենք A2 պլյուս A8-ի համար և վերջում A1 պլյուս A9-ի համար։ Ստացվում է, որ այս բոլոր գծերը, որ քաշել եմ, 2 A5 են, 2 A5, 2 A5, 2 A5 և 2 A5։ Մի հատ էլ մեջտեղի A5-ը։ Քանի հատ ստացվեց։ 9 A5-ը հավասար է S9-ին, որտեղից A5-ը ստացվում է, S9-ի տեղը 18 ենք տեղադրում, 18 9-րդ ստացվում է 2։